Ուրեմն որոշեցի սմբուկները խորովեմ ջեռոցում, որովհետև շոկին հնարավոր չի մաղալի վրա։ Եվ հիմա բերել եմ կաբաչկաները, կտրատեմ եւ դնեմ սառցախցիկ։ Որոշել եմ այս անգամ կաբաչկաները չմաքրեմ։ Այսինքն կեղևից չհանեմ, որովհետև ինքը այնքան մատքաշ կաբաչկաներ են, այսինքն փոքր քառակուսիներ եմ անում, ժողովուրդ ջան, որովհետև սենց ավելի հարմար է պետրակների մեջ լցնելը։ Սա պատրաստելու եմ ձմռանը վիլուրնի ապուշ։ Սա պատրաստվելու է վիլուրնի ապուշ, որպեսզի ուղղակի ձեզ ցույց տամ, թե ոնց եմ անում։ Այս մի տոպրակ է այսպես հիմա։ Կդնեմ սառցախցիկը եւ ձեզ ցույց կտամ։ Ոչ մի դժվար բան չկա։ Ըստ ինձ երկու կաբաչկաները, թծինքները, ասենք ասենք, եթե չեմ սխալվում, ապուրի համար պահանջում եմ մոտ 700 գրամ, ես այն կանեմ 3 կաբաչկա, կաբաչկի, սա ավելի հարմար է, տոպրակի վրա գրում ենք կուրժետկը, ստումը սմբուկներս արդեն հոտը զգում եմ, ոնց որ թե ուղղա, պղպեղներն արդեն համայրը եղել է։ Եկեք պղպեղները հանեմ, մի վայրկյան։ Սա մի ապուրի համար լրիվ հերիք է։ Ընդհանրապես տերմոմիքսի մեջ ինքը դες ասում է խոսքի 750 գրամ, 500 գրամ, սա մի քիչ շատ եղա։ Ես հիմա միացած աշաղեմ, երեխեք, հələ տեսնեմ աչքաչափից ճիշտ էր։ Այս մի հատը ապուրի համար լրիվ հերիք է։ Երկուսկես կաբաչկա, պետք է նենց անենք, որ փակվի է սա։ Հերոսը եկավ։ Просто больше не было, слышишь? А мне помогай, что нет. Просто нет. Конечно, они от косов, что нет. Я выскочили. А точно не было. Надо идти было. Դոները տխավայք ելը շամպիոն։ Աշխատանք տալու համար չեմպիոն է։ Ահա սիրելիներս։ Սա գնաց սառցախցիկ։ Մի հատ հիմա կշարան տեսնեմ ինչքան է։ Իմ աչքաչափով պիտի որ մի 600 գրամ լինի։ Զրոյացնեմ եւ կշռեմ։ 729 գրամ, ես չասեցի, ընտիր, սա գնաց, մեկ։ Դե լավ, եկեք հիմա ես ամեն լրիվ կտրեմ, բադրջանները բերեմ հիմա դնեմ սառցախցիկի արդեն տոպրակի մեջ, սրա մեջ, մի հատ պղպեղի է, դրա համար թող պղպեղն է սարի, վարկյան։ Ցանկացած ձեր հետ կիսել, քանի որ բոլորդ լավ եք ճանաչում Անահիտին։ Ուրեմն որոշել էի կաբաչկաները դնեմ մարազիլկա, իհարկե ես արդեն կտրատել եմ, պետք է լցնեմ տոպրակների մեջ եւ հանկարծակի մի միտք ծագեց, յատեր Աստված։ Կտրատեցի, վերցեցի ձեթը, լցրեցի ամանի մեջ, հետո ամանի մեջ շաֆրանն է լավը, բայց չունեի, կարմիր պղպեղ արեցի, մի քիչ կարմրի, հիմա սա գնում է ձեթեմ էլի արևելանից վրձինով, հիմա սա գնում է ջեռոց երկու կողմը։ Տեսնենք ինչ է ստացվում, ինչ է իրանից ներկայացնում այն։ Յատեր Աստված։ Գնացինք։
Ստացվեց շատ գեղեցիկ, գույնը կարմրեց, հիմա մի հատ եկեք մի քիչ սարի համ տեսեմ եւ ձեզ կասեմ ճշմարտությունը, անեք այսպես թե ոչ։ Ժողովուրդ, ինչ ասեմ, համը ավելի համեղ էր, քան սմբուկը։ Մի վարքյան մի հատ համ տեսեմ։ Անտեր մնացած կաբերխարը կրել տակել մնացածը այ այսպես պիտի անեմ հաշկ Մամ ջան, այսօր մի քիչ ոնց որ մի կա այդան այնքան ասես դու ասի ճանճ չկա, ճանճերն եկան Էլի ասա երկու հատ ճանճա, բայց դեսի ոնց է հարցակվում անասունները։ Բա, հեսա գնամ մի հատ բան բերեմ այդ ճանճի փետ բերեմ ոնց ես մամ ջան Անայ ջան, քամի չի խաղում։ Գիտեմ այդ Լավ է, ցավը տա փառք Աստծո։ Հենա մամ սկսեց խաղալ տերևները Արդեն սկսեց, քանիսն է ժամը, մամ հլնայի մի հատ ժամ առ Սպասի մատ գնամ ճանճի Բա Հետո մամ ջան, ինչ կա չկա, հլը ինձ պատմի, այսօր ինչ էիր նայում, ուր էին գնացինք են կրուգով քայլեցինք եկանք, գալիս է միտեղ մամ, նենց հով է այն ներքևի մասը, պատկերացա դաժս որ քայլում ես, քամի է Ես քայլեցի ոտքերս առաջ չէր գնում։ Մենք է մամ։ Գնացի եկա, ահա։ Անայ ջան, ինչ եմ նայում։ Հա։ Հաճելի է, որ տարբեր երկրների կյանքը կանանց հետ կապված, աշխարհի կյանքը նայում ես, մի տեսակ գիտես ինչ կա, տեսա հորիզոնը ավելի է մեծանում աշխարհում։ Ճանապարհորդում ես էլի։ Շատ։ Օրինակի համար ես վերջերս շատ նայում եմ Պարսկաստանի գյուղերի կյանքը։ Գյուղերի կյանքը։ Աշխատասեր եմ, դրանց կանայք ես ուղղակի ապշում եմ։ Ձիու նման աշխատում է, Բա ես էլ եմ տեսել մամ ռեպորտաժ դրանց վրա։ Տղամարդկանց հետ հավասար Աշխատում են։ Դրանց մոտեցումը, դրանց հույր ընդունելը, Այդ գետնի վրա նստել ճաշ ուտելը, անկողինը դրանց։ Գյուղերը 99%-ը սեղանատուր չունեն անայ։ Չէ, իրաց ոչ չկա։ Տեսել ես այդ սփռոցը ինչ լավ են բերում։ Նայում եմ դրանք տուն են սարքում, աշխատում են, սիրում են, իրանց ընտանիքը սիրում են, երեխեքին անչափ են սիրում։ Կանանց սիրում են, բայց թե չեն արտահայտվում, իրավունք չունեն, հասկացա՞ր։ Իհարկե։ Հետաքրքիր է էլի։ Կյանքը հետաքրքիր է, ես էլ եմ սիրում նայել նենց տեղեր, որտեղ որ ես չեմ եղել։ Իրանց սովորությունները, ինչ արժի իրանց մոտ, ինչ են ուտում, դա կարևոր է, դա ոչ թե հետաքրքրասիրություն է, այլ դա ուղղակի քո ասել քեզի հորիզոնդ ավելի լայնացնում է։ Շատ հետաքրքիր է իմ համար։ Մի ժամանակ Չինաստանն էի նայում շատ։ Ես Կորեան եմ նայում հիմա մամ։ Կորեաներ եմ նայել, դրանց գյուղերը, գյուղեր են ուղղակի ռայոններ, դե դրանց չինական հետ եղել եմ Չինաստան, չէ, երկու անգամ դրանց կյանքին կենցաղին ծանոթ եմ արդեն, բայց ընդհանուր առօրյան ամեն օրվա որ նայում ես սենց բաներով, վիդեոներով, YouTube-ով նայում ես։ Լրիվ ուրիշ է, որովհետև դա բնական է, ֆիլտրացած չի։ Շատ։ Դրանց ապրելակերպը, դրանց հույր ընդունելը, դրանց մեծերին հարգելը, ծնողներին անչափ են հարգում չինացիք, մեծարում են։ Շատ։ Մամ, օրինակ դու մարդու մոտ որ որակն ես ավելի գնահատում, մարդու համար առաջին, որ եւ մարդու եւ ազգի։ Անայդ, այդ բառը որ ասեցիր, մարդ։ Մարդ լինելու համար ամենաառաջինը պիտի ունենաս խիղճ։ Այո։ Խիղճը մի քիչ ավելի թարգմանական բան ունի խիղճը, մենք մեր խոսքն է։ Ամենաառաջինը մարդը պիտի ունենա սեր, սիրել իմանա։ Եթե դու կարողացար սիրես, ուրեմն դա խիղճն էլ է, հավատքն էլ է, ինչ ասեմ, մարդ լինելու ամեն մանրուքները դա սիրո մեջ է։ Այսինքն սերը հենց իրանից ինչ է ներկայացնում, սերը որ ունեցար, դա ուրեմն ամենակարևորը դա Աստվածն է, այդ սերը։ Այդ մարդը պիտի չարություն չանի, պիտի անպայման սիրի։ Որ հայրենիքդ ես սիրում, երեխիդ ես սիրում, հարևանին ես սիրում, ամուսնուդ ես սիրում, հարևանին, բարեկամին, դա է հենց միացությունը։ Դրանով է մարդը մերվում, ձուլվում։
ներում դիմացինի սխալները, Այո։ հենց սերն է, Այո։ որ մարդուն պահում է։ Համամիտ եմ Եթե քո սեր չունեցար, ինչեր ասում, անխիղճ անջիգար։ Դրանք խիղճ սեր չունեն։ Այո, Դրանք սեր չունեն։ Հոգի չունեն։ Դրանք խիղճ չունեն, հա։ Դրա համար ես այդ եմ, ինչի համար օրինակ ընտանիքդ կայուն է մնում, որտեղ դու սիրել գիտես, այսինքն ամուսնուն իր տեղն է սիրում, հարգում, երեխաներին իր տեղը, բարեկամները որ գալիս են դրանց ինչն է այդ բառը, դա սերն է, Այո, որ սիրով ես ընդունում։ այո։ Հիմա ով կարող է պատասխանը տա սիրով, որոնք շատ կան չարերը, որ նախանձից, որ չեն սիրում, ադել գիտեն նրանց մոտ չկա սերը, ուրեմն այդ մարդիկ մարդ կոչվելու իրավունք չունեն։ Ապրես մամ ջան, մի հարց էլ տամ էլի։ Ուզում եմ անկեղծ լինես։ Կարաս ինձ ասես, ի՞նչն է քո կարոտի անունը։ Իմ կարոտը, գիտես ինչ է, շատ հետաքրքիր եւ բարդ հարց էր այդ հարցը։ Կարոտու անունը հոգու ցավն է։ Կարոտ դա հոգու ցավը։ Որ հոգիդ անընդհատ տքում է, ցավում է, կարոտում է, դա հենց կարոտն է, հոգու ցավն է։ Գիտես չէ, ամեն մարդ չի որ հոգի ունի, կարոտել գիտի, սիրել գիտի, ով կարոտում է, օրինակի համար Անահիտ։ Պապս երկար ապրեց։ Ու այդ պապիս ինքան շատ էի սիրում։ 115 տարի ապրեց Անահիտ։ 115 տարեկան էր։ Մենակ մի 8 տարի աչքերից խեղճացավ, դա երևի կատարախտն էր, որ այդ ժամանակ չկար, այդ բժշկությունը չկար։ Ուրեմն որ նստում էի կողքը, ինքան հարցեր էի տալիս։ Գիտես ինչն էր դա։ Դա իմ հայրենասիրությունն էր։ Իմ կարոտն էր, որ ես սիրում էի իմ ծնողներիս հայրենիքը, որովհետև նրանք այնքան շատ էին կարոտում։ Իմ պապը գիտես ինչ էր ասում, մղկտում էր, ասում էր մալ օղուլ, երնեկ էշտանք մրերգիր, գնամ մրերգիր, մի փուր հող թալեմ իմ աշկերու մեջ որ մեռնեմ։ Վայ, ուզվեցի մամ ջան։ Այդ ինչ է, այդ քո բարի համա, դա կարոտն է, մեռնեմ ջանիդ։ Բայց ոչ շատ էր, ասեմ, մեծ մասը կան, օրինակ, պապիս աղբոր տղեկն էին, պապիս հորողբոր տղեկն էին, հասկացար, կան այդ գյուղում, որ 90, 100, 120 տարեկան էին եւ այլ ավել էին, բայց դրանց ես այդքան չէի լսում դրանց։ Ճիշտ է, ամեն մեկը մի ձևով էր արտահայտվում։ Հա, նրանք էլ էին փափագում, նրանք էլ էին կարոտում։ Կարոտն հենց այդ է։ Կարոտը հենց հայրենիքի կարոտներ հոգու ցավ էին ապրում։ Ապրես մամ ջան, մերսի շատ գեղեցիկ պատասխանեցիր։ Խոնարհվում եմ քո առաջ ես, հա։ Դու Ֆրանսիայում ես Անահիտ։ Կյանքում չեմ հերու չեք եղել ինձանից, ուշադրությանս կենտրոն եք եղել, շփվել եմ, ապրել եմ ձեզանով, դուք էլ առանցին չեք կարողացել մի օր, մի ժամ մնաք։ Դու որ եկար Ֆրանսիա, իմ համար դա գիտես ինչ էր, այ հենց այդ կարոտը գիտես ինչ էի զգում, հոգիս ինձ վերքի նման ցավում էր, տքում էր, առանց արցունքների լացում էի ներսից էի լացում, ես էլ լացել չեմ սիրում, լացկան չեմ եղել։ Հա, դու շատ ուժեղ ես եղել։ Բայց դեմքս անընդհատ անշնորհակալ էր, դժգոհ էր դեմքս։ Դա կոչվում է Կարոտը կարոտ։ հենց այդ է, բալաջան։ Մամ ջան, Անահիտ ջան, քեզի ղուրբան խելրիգը անիգը, նա ես եմ էլ Անահիտիկը։ Մեռնեմ Արևիտ, գիտես, ես քեզ մենակ մի բան կցանկանամ, ես կցանկանամ քեզ, ես կցանկանամ, որ դու այ սենց ժպիտդ երեսիդ չպակասի, ես կցանկանամ, որ միշտ քեզ ժպտալով տեսնեմ, իմ սիրուն մամա։ Ինչեր ասես, որ չես արել մեր համար, ինչեր ասես, որ չես արել մեր համար, և դա ինչն է եղել, սերը։ Այո, եկար խոսքիս։ այո։ Սերն արե, բալաջան։ այո։ Եթե գիտես ինչ Անահիտ ջան, ընտանիքներ կան, որ քայքայվում են։ Շատ, ես ականատես եմ եղել եմ, մեր ապրել են քաղաքում, շփվել եմ եւ այլ, աշխատել եմ, երկար 20-25 տարի աշխատել եմ, տարբեր մարդկանց հետ շփվել եմ։
Ամեն ինչ ընտանիքի ճիշտ է, առանց տղամարդի դա տունը տուն չի, բայց ամենակարևորը տան կինը պետք է լինի ուժեղ։ Այո։ Պետք է լինի բարոյապես զարգացած, մտածելով։ Բարոյությունը մենակ չեմ ասում, որպես անձնական կյանք։ Բարոյությունը դա այն բառն է, որ կարելի է ամեն ինչի վրա համեմատել։ Բարոյությունը, որ դու կարող ես քո երեխուդ դաստիարակես բարոյապես։ Այսինքն, որ ինքը լավ սովորի, լավ աշխատի, լավ ընտրություն անի, չսխալվի կյանքում, դա կոչվում բարոյությունը։ Ինքը բազմաբովանդակ բառ է, կարելի է ամեն բառի մեջ էլ օգտագործես։ Այո։ Բարոյապես ասում են ինքը շատ խելացի է, շատ կիրթ է եւ այլն։ Եվ դրա համար ամենակարևորը տան կինն է, որ կարողանում է իր անդինքը պահել նորմալ։ Ես ասել եմ, չէ, դա եթե մարդը կարողացավ իր ընտանիքը լավ դաստիարակել, լավ կարգավորել, լավ կերակրել, լավ հագցնել, նաև կարա պետություն ղեկավարի։ Այնքան նամակներ եմ ստացել, քո մասին հարցնում են, ես էլ լրիվ մոռանում եմ այդ ասում են Սաթիկ տատիկը, Սաթիկ մայրիկը որտեղ է ապրել Գյումրի, որ մասը 37 փողոց 5 փողոց, այդ որ մասն է անգնում, լասա մամ, հիմա չկա 35 փողոց։ Կա, ոչ չկա, կա բալաջան։ Հա։ Կարող անվան անունները։ Անունը այդ եմ ասում, ինչի մոտիկ ա եղել, որ մարդիկ իմանան։ Հրապարակին։ Յա։ Հա, երկու փողոց ուրեմն 35 մերներ, հետո 33 փողոցեր, ու արդեն հրապարակներ։ Մամ, ես էլ մի հատ էլի Խաղսովետի շենքներ, մենք այդ մեր փողոցը որ իշտն ենք հրապարակ, Խաղսովետի հենց դուրս էին գալի Խաղսովետի շենք, Կարմիր աղբյուրը։ Կարմիր աղբյուրի մոտ նա եղել մեր։ Մամ, մի հատ հələ իմ համար էլի, ես իմ բանով, ուրեմն կանգնած եմ հրապարակի մեջտեղը հենց։ Դիմացը քաղաքապետարանն է։ Հենց քաղաքապետարանը կա, չէ՞։ Հա։ Դա մեզ կոչվում է Խաղսովետի շենք։ Վալա, այդ ո՞նց ենք։ Խաղսովետի շենքի այս ամիջապես կողքը փողոցա։ Հա։ Դա դենց ուղիղ բարձրանում է վերև։ Այդտեղ վերև կա, որ ասել Տիտենցոնց տունը, այն գյումրիեցիները, որ Ժանելոյը։ Արմինեն պիտի գնա որ հետո այդ փողոցից մի հատ էլ էս կողմից գալի, էլի արդեն Ալեքսանդրովսկու փողոցն է։ Այդ Ալեքսանդրովսկի փողոցը շատ սիրուն փողոց է։ Ու դա դից ուղիղ գրում է Կայրան։ Դու այդտեղ ես, այդտեղ եմ ապրել։ Մամ, ռուսական եկեղեցին միշտ եղել, ռուսական եկեղեցին։ Հենց հրապարակի վրա է։ Միշտ եղել, հա։ Միշտ եղել է։ Հա, էլի կա, գիտես։ Գիտես երբ է եղել ռուսական։ Ես պատմել եմ արդեն ժողովրդին, քեզ Իսրայել օրին, որ 1800 քանի թվականին որ գնա Պետերբուրգ ցարի մոտ, վերջը շատ տանջանքներից հետո նա կարողանում է ցարին մտնել ցարի մոտ։ Տեսնում է ցարին պատմում է հայերի կյանքը, հայերի պատմությունը, տառապանքը եւ այլ օգնություն է խնդրում։ Եվ ցարը չի մերժում, ինքը անձամբ է գալիս Լեննական, դա Գյումրի, Գումայրի, անձամբ է գալիս։ Ու գալիս է հետո արդեն դեռ այդ փողոցները որ կա, չէ, հրապարակից էլ Ալեքսանդրովսկին այլ վերևից, այս բանը գնում է դեպի շուկան, բազարն է գնում։ Այդ փողոցները բոլորը սալապատիկներ են, սալեր են, այդպես մաքրում։ Ու հետո այդ փողոցի անունը դնում է իր անունով Ալեքսանդրովսկի։ Ալեքսանդրովսկի, հա, հետո մեկ էլ դեղ ենք ապրել, այդ երկու փողոց վերև ենք ապրել։ Հրապարակի վրա ենք ապրել։ Մեկը դեղ ենք շուկային մոտ։ Հա, իսկ այդ եկեղեցին այդ ժամանակ է սարքվել անայդ։ Լենինը գիտես ինչ է, սա եկեղեցիները որ քանդեց, այդ ռուսական եկեղեցին արել էին պահեստ։ Պահեստ էին արել։ Ես որ ես պատմում եմ, գիտես ինչ անայդ, որ ասում եմ թե կարոտը, դա իմ հոգուց է գալի, գիտես ինչ, ինձ այդ պապս որ պատմում էր, ես հիմա պատկերացնում եմ, որ ես ընդեղ եմ եղել։ Ես այդ երկիրն եմ եղել։ Ուրեմն անայդ ջան, մի անգամ տուրիստական գնացինք Թուրքիայով գնում ենք Բուլղարիա։ Խումբն էլ երևի 12 հոգի է։ Որի չանք նեցեր Սոչից, Սոխումից էին գալիս, մտանք բանով տամոժնանը տեղ, դուրս եկանք, առաջի քաղաքը Թուրքիայով Տրաբիզոնն էր։ Իմ պապը որ պատմում էր, այդ անուններն այդ ժամանակ ես գիտեի, Տրաբիզոն, Սամսոն։ Ուրեմն անայդ, ես ինչ ուրախության մեջ էի, որ իմ պապերն այստեղ են եղել։
եկել են ծովա, հենց դրանց այդ գյուղներ անմիջապես ծովի բերանն էր։ Ծովը երևի մի ինչ ասեմ, երևի մի 100 մետր հեռավորության վրա տներն էր արդեն։ Տները։ Ուրեմն երկու հարկանի տներ ա։ Տներն էլ այնքան հետամնաց էին անասունները։ Դրսի կողմից ֆոլգաներ էր պատուհանների կբաց։ Ես կմեռնեմ։ Մեվիթխե չկա։ Հա։ Իսկ այդ թվերին, որ ես Լեննական էի ապրում, մեր կողքից հարևանը, մեր հարևանը, գյումրեցի էին։ Իսկական գյումրեցի էին, Սևարդաշենց էին, Սևարդաշենց Շուշան, Սևարդաշենց եսի ինչ։ Ուրեմն դրանք մեծ բևիթխե ունեն, այդ բևիթխե Բևիթխեքը դուր պատուհանն է, դուր պատուհանը, հա։ Այդ դուր պատուհան էր, անայդ դրսի կողմից փեղկերը, էդի կոչվում է ղապլխ։ Էս մերս Ֆրանսիայի փեղկերն են։ Ապրես։ Է որ ես առաջ դրել էի։ Առաջ որ դու փայլես դրել էի, ոլեները։ Ուրեմն կոչվում էր ղապլխ։ Ուրեմն այդ պատուհանն ասենց երկար, 2 մետրանոց, այդ պատուհանը միշտ փակված էր ներսի կողմից էր զամոքները, հետո դրի բաբակի էր։ 1001 ասենք թե տոնական օրերին կամ ուզում էին պատուհաններ լվանային, փեղկերը գալի բացում էին։ Այդ ամբողջ պատից պատ Շուշա էր, պատկերացրա այդ թվերին, այդ Գյումրին պատկերացրա։ Իսկ դիմացի մեր անմիջապես փողոցից դիմացը էլի են Գյումրեցիք ապրում, Յաղջլոնց Վարդանուշներ, տղեն էլ անունը մեծ տղան Հովանես էր, հայոց գրականության ուսուցիչ էր։ Երկար Հովանես էին ասում, կլներ փոյը 2 մետր։ Շատ փոյով, մերն էլ էր փոյով, հերն էլ էր շատ փոյով եղել, բայց անայդ ինչ տուն ունեին, որ քեզ ասում եմ, այդ երկրից, որ 1800 քանի թվականին, որ եկան Գյումրի, եկան Լեննական կոչվածը, այսինքն Կումայրի եկան, այդ ժամանակ այդ երկրից սերուցքն եկավ, այսինքն լավ գրագետները, արվեստագետները, բանաստեղծները, դերասանները, արվեստագետները, դրա համար Լեննականը արվեստի կենտրոն դարձավ, լավ կոշկակարներ Անահիտ, արվեստավորներ լավ մսավաճարներ։ Մամա մի հատ հարց տամ էլի քեզ պապիտ խլո պապին երգում էր։ Չէ։ Իսկ Աշո պապին։ Չէ, հայերը շատ լավ ձայն ուներ, բայց իմ պապայի ձայնի նման ձայն չէր երգում, հետ ասենք քելե երտանք մեր երգիր։ Անես քաղցր ձայն։ Այդ երգը երգում էր։ Իրանց, գիտես ինչ, Անահիտ ջան։ Հետ երգեր հիշում ես, որ իրանք երգում էին։ Երգում էին իրանք, ասեմ Անահիտ, երգում էին, բայց իրանք քրդախոս են եղել։ Քրդերի հետ են ապրել, նրանք թուրքեր են մի վարժ գիտեն։ Երգ էին երգում քրդերեն հետ։ Քրդական երկեր են երգում։ Այդ երգը որ դու պատմեցիր են որ այդ երգը էդի երգում էին, էդ էլ երգում։ Չէ, դրանք երգում, էդի տեսակ։ Բայց քելելա ու քելեր տանք մեր երգիր, էդի երգում էր։ Անայդ այնքան հետո հարսանիքներին որ sense գովնդեին բռնում ապարում են, չէ, Անայդ։ Այն ինչ լավ են երգում այդ աղջիկները, ջայլ։ Հարսանիք որ լինում էր Անայդ։ Պարելը բա ինչ լավ պարած կլնեն, չէ։ Պարելը այդ որ հիմա պարում Ներող եղեք երկուսս էլ մոռացել էինք Պարյանունը Յարխուշտա։ Միշտ բան եմ անում։ Ես էլ Էդի հարսանիքներին մշեցի տղամարդիկ, ասենք 45, 50, 60 տարեկան տղամարդիկ, անայ 70 տարեկան տղամարդիկ ամբողջ կայնում են գյուղով մեկ այդ պարը պարում էին։ Հիմա դրանք ինչ պարեր են։ Անահիտ, մենակ դու տեսնես, էդի գիտես ինչի պարա։ Դա պայքար։ Պատերազմի ոնց որ են դա պայքար է։ Սովորություն ա եղել հարսանիքների ժամանակ, այս թուրքերը հարսին գողացել են։ Հա։ Թուրքերը, քրդերը, այդ հարսի հայի հարսին հարսանիքի ժամանակ գողացել են հարսին։ Լավ է։ Բա ոնց։ Հետո։ Բա, միշտ դրանց թշնամի, ասենք թե իրար թշնամի են եղել, միշտ խանչալովը։ Ասի ասեմ, միշտ թշնամի են եղել իրար։ Ունեց այղի, որ դրանք հարսանիքի ժամանակ հարցակվել են, հարսին տարել են։ Հա։ Անօրինական տարել են։ Դրանց ոչ դադա հասել, ոչ դադաստան։ Հետո ինչ են արել մեր հայերը, սասունցիները։ Ուրեմն պար են կազմակերպել, բանով, սուսերով պար, որ հիմա կա է այդ պարը։ Ուրեմն պար են կազմակերպել հայերը, մշեցիները, սասունցիները, պար են կազմակերպել սուսերով։ Միտոն թե էդի պարա նշանակում։
որ Հարստուփեսեն մեջտեղը։ Հիմա Երևան սաղ էտա մոդա, որ հարսանիքին դնում են հարստուփես։ կլոր էդեն բանալ կլոր արել են հաշտուփեսեն մեջտեղ անայի իրանք այդ խանչալները խրած բարել են ու այդ խանչալներով դենց Պաշտպանել են, որ պաշտպանելով հարսին տարել են գյուղից գյուղ կամ իրանց գյուղի մեջ հասկացար ու որպեսի դες բան հարսին չկարողանան տանեն հնարը գտել են անայի ջան հնարը գտել են մեր ազգը Մերն եմ դրանց ջանին, ողորմի դրանց, խոնարհվեմ դրանց գերեզմաններին։ Գիտես ինչ պայքարնոց է, իրանց լեզուն երբեք չեն մոռացել անային։ Չէ, ու մոռանան։ Դες եկել էին այդ գյուղը, փոքր գյուղ էին, եկել հավաքվել էին։ Մի 100 ընտանիք էին, բոլորը մշեցի էին, սասունցի չէին։ Նույն տեղից էին, երկու գյուղից էին եկել, սա մի գյուղից էին եկել հավաքվել։ Շատ քաղցր ա եղել մեր երկերը, մեր երկի բարերը։ Հիմա դες ես երկեր եմ լսում, երիտասարդներ երկում են շատ քաղցր ա ձայները, բայց բարեր չունեն անայդ։ Ոնց որ ինչ ասեմ, ասել լագացով ձո խորատա են։ Ոթանավոր խորատա ասել ասել։ Զրույց անեն ոնց որ անայդ։ Ասել լենականցին ձո խորատա անեն։ Այսինքն ոնց որ զրույց անեն իրանից։ Իսկ այդ անգրագետ այդ մարտիկ, այն երկրի մարտիկ։ Գյուղացիները, որ մեկ-մեկ տնազանում դու գեղացի ես, դու մերնեմ դրանց հողինի ջրին գեղացիներին, դրանցով են ապրել քաղաքի ժողովուրդը։ Այո, Մեր մեծ աշխարհահռչակ մեր կոմիտասը, այդ երկերը որ կա վարիր ուսիդ մադա Եզո ջան հորովել հորիր լորիր ախ բեր ջան ուրեմն գնացել է գյուղերը Էր գութան անողի կողքով շարժվել քայլելա, այդ բարերը վերցրել ա ինքը, գյուղացին ա երկե, վարիր, ուսիդ մատաղ, եզո ջան, հորովել ա, այդ բարերը կոմիտասը գյուղացուց ա վերցրել, հասկացար ինչ եմ ուզում ասել, էր շունչը, չէ որ գյուղացին ինքն ա հողից ստեղծել հացը, ճիշտ ա քաղաքի ժողովուրդն ապրել ա, աշխատել է, բայց եթե գյուղացին չարեր, չստեղծեր պանիրը, կաթը, մածունը, կարակը, միսը, ոշխարը, քաղաքացին ինչով պետք է սնվեր բարես։ Ոչ մի բանով, մամ ջան։ Ինչև հիմա է։ Այն պետությունը, որտեղ գյուղատնտեսությունը զարգացած, այդ պետությունը ծաղկում է։ Ինչ ես հերու գնում։ Հենց տենց ասա։ Ապրես մամ ջան, ապրես, շատ ուրախ եմ, շատ գեղեցիկ զրույց, ես անընդհատ իմ ջանը մարմինը փշակաղվում է եւ փշակաղվում։ Հավատք ունեցեք, այսինքն հավատքը տես ես նոր ասի եւ սերա եւ ամեն ինչը հավատքով բարվեք։ Այո, ապրես մամ ջան, ապրես։ Մեր օրհնանքը ձեր երեխաներին, բոլոր ծնողներին։ Համբուրում ենք ձեզ սիրելիներս, եկեք ես գեղեցիկ տեսարանով ավարտեմ այսօրվա իմ վլոգը։ Հուսով եմ, որ դուր եկավ ձեզ, համբուրում եմ ձեզ, սիրում ենք ձեզ եւ եկեք ձեզ ասենք, մամ ջան ասա պակա։ Հաջող ձեր ցավը տանեմ, բարի գիշեր, բարի առավոտ։ Ապրես։ Հանգիստ թույլ խաղաղ երազներ։ Ապրես։